Փանոսի հեքիաթը։ Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս, ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է ձախ է գնում, դրա համար էլ անունը դնում են ձախորդ Փանոս։ Ունեցած չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին։ Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում է անտառ փետի։ Անտառում էս Փանոսը միտք է անում։ Մի բան, որ էս ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ, ահագին գերանը գետնից բարձրացնեն, գցեմ սելի մեջը։ Ավելի լավ է, հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնեցնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը։ Եզներով սելը բերում է, մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքն անցնում է վերի կողմը, կացինը քաշում, թրխք հա թրխք, շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը։ Փանոսը մնում է ապշած կանգնած։ Ինչ պետք է անի։ Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով ճամփա է ընկնում դեպի տուն։ Ճամփին մի լճի ափով անցկենալիս է լինում։ Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում, ասում է. Գլուխը քարը, չեղավ, արի գոնե մի բաց սպանեմ, տանեմ տամ կնգաս։ Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մին նսպանի։ Բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում է, կացինն էլ ընկնում է լճի խորը տեղը, տակն անում, կորչում։ Փանոսս մնում է լճի ափին կանգնած միտք անելիս, ինչ անի, ինչ չանի, շորերը հանում է, դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի։ Գնում է գնում, քանի առաջ է գնում, ջուրն ենքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում դուրս գալիս։ Դու մի ասիլ, Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում, այդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում։ Տեսնում է էստեղ թափած շորեր կան։ Եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հավաքում է, առնում գնում։ Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չկա, մնում է տկլոր կանգնած, միտք է անում. Ինչ անեմ, Տեր Աստված, էսպես տկլոր ուր գնամ։ Սպասում է մինչև մութն ընկնի, մթան հետ վեր է կենում, գնում գյուղը, որ գյուղին մոտենում է, ասում եմ. Էսպես տկլոր, որ գնամ մեր տունը, տանեցիք ինչ կասեն, արի գնամ աղբորիցս շոր առնեմ, հագնեմ, էնպես գնամ կնգանս մոտ։ Ճամփեն ծռում է դեպի աղբոր տունը, դու մի ասիլ, այդ գիշեր էլ աղբոր մոտ մեծարք կա, քեֆի էլ են տաք ժամանակն է, դուռը ձերբ է անում, տեսնի, ով կա, ով չկա, հյուրերից մինը կարծում է, թե շուն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում։ Փանոսը ցավից վայ անելով ետ է դառնում, շներն էլ էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո, մթնում է հրես մի տկլոր օքմին ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից։ Առանց երկար բարակ մտածելու վճռում են, որ կա, չկա, սա սատանա է։ Բավական տեղ ղչրղուտալով, հայհոյելով, հարայհրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում, գցում անտառները։ Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու այսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով խեղճ Փանոսը գնում է կորչում։ Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասել, Փանոսը կորել է, գնացել է անտառը փետի ու ետ չի եկել։ Գեղահավան հավաքվում են գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված, ինքը չկա։ Դես Փանոս, դեմ Փանոս, հարց ու փորձով
հագուստնել են գտնում մեկի մոտ։ Այ մարդ, այս հագուստը որտեղից է ընկել քեզ մոտ։ Ախպեր, այս հագուստը այսպես մի լճի ափին վերածածր հավաքեցի բերի։ Գնում են լճի 4 կողմը պտտում ու կանչում. Փանոս, Փանոսը չկա։ Վճռում են, որ փանոսը խեղդվել է։ Գալիս են, ժամու պատարակ են անում, քելեխը տալիս, կնիկն էլ մի քիչ սուք է անում, փանոսին գովում, ափսոսում, հետո էլ մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում ու գնում։